Պարոն Թաթոյան, մի քանի ճշգրտումներ, հետո բուն հարցը, դուք նշեցիք, որ հիմնական օգոստոս ամսին են տեղի ունեցել 2025-ի հանրակայման աշխատանքները, փաստացի այն ժամանակ, երբ որ Վաշինգթոնում խաղաղության հետևից էին գնացել Փաշինյանն ու իր թիմը։ Եվրոպական դիտորդական առաքելության դերակատարման մասով անելիք չունի այս համատեքստում, եղել են կոնկրետ օրինակ արձանագրումներ, ծանոթացել եք Եվրոպական դիտորդական առաքելությունը այդ շրջանի ժամանակաշրջանի հետ կապված ինչ արձանագրումներ է արել։ Հաջորդը, քանի որ քաղաքացիների հետ եմ այս վերջերս հաճախ ավելի զրուցում հարցումների ֆորմատով, նրանք օրինակ նշում են, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը օբյեկտիվորեն այլ ընտրանք չունի, քան այս պահին կոնկրետ բավարարվել Ամերիկայի կողմից տված երաշխիքներով, որովհետև այս աշխարհում ոչ ոք երաշխավորված չի, ցույց են տալիս Իրանի օրինակը, Վենեսուելայի օրինակը, երբ այդքան պատրաստված պետությունները փաստացի կանգնած են պատերազմի, հակամարտությունների կամ անիշխանության խնդրի առաջ, հետևաբար այլ ընտրանքը կոնկրետ որն է, ոչ երկարաժամկետ լուծում։ Օրինակ հիմա եղավ իշխանափոխություն, դուք եղաք իշխանության։ Որն է կարճաժամկետ լուծումը, ինչ եք անելու, պիտի այս դրված դիրքերը հեռացնեք Հայաստանի Հանրապետության շրջակայքից, եւ հետո Փաշինյանն էլ է նշում բանակի ամրության այսպես մասին, ասում է չենք ցույց տալիս, հոչ չկա, բա տեսեք հեսա շներ են, չէ, արհեստական բանականությամբ առաջնորդվող ինչ որ կատուներ կամ բան կան, մարդիկ գործ են անում, իսկ դուք ասում եք բան չեն անում, այտենց ոնց կլինի, շնորհակալություն։ Նախ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապի մասին այդ այցի տեսեք, ինչ է տեղի ունեցել։ Ակնհայտ է, որ նայեք, երբ օրերով էլ ուսումնասիրում ենք, շատ այսպես նկատվում է իրավիճակը հստակ ուրվագծվում է։ Օգոստոսի 8-ը ուրբաթ օր էր։ Եթե հիշում եք, օգոստոսի 8-ից առաջ տեղեկություններ տարածվեցին մամուլում, դեռ ոչ պաշտոնական, մի քանի օր առաջ, որ ստորագրվելու է փաստաթուղթ։ Ես կարծում եմ, եւ այս ապացույցներն էլ այդ մասին են, որ անմիջապես Ադրբեջանն անցել է գործի եւ իրականացրել է դիրքերի նոր դիրքեր է կառուցել, ճանապարհներ է կառուցել, բարելավել է ռազմավարական կոմունիկացիաները, որպեսզի հարկ եղած դեպքում աշխարհաքաղաքական իրավիճակը կամ ինչ որ մի իրավիճակ թույլ տալու դեպքում ինքը անցնի գործողությունների։ Ամեն դեպքում այս վիճակը այս պահի դրությամբ դրան հնարավորություն է տալիս իր վերահսկողության տակ պահել ռազմավարական անվտանգության կարևորագույն նշանակության օբյեկտներ։ Մենք տեսանք Սոտքի հանքավայրը, մենք տեսանք մեր այդքան ջրային ռեսուրսներ այնտեղ կան, չէ՞, օրինակ Վարդենիսի մեր այդ հատվածը շատ հարուստ է ջրային ռեսուրսներով, աղբյուրներով ջրի։ Մենք տեսանք, որ այնտեղ մեր բնակավայրերն են, մեր ռազմավարական նշանակության ճանապարհն է, որ այդ գյուղերը կապում է Գլխավոր Մայրուղու եւ Երևանի հետ եւ այլն։ Ես կարծում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներից սա ակնհայտ թաքցվել է, բնականաբար Նիկոլ Փաշինյանն իմացել է այս մասին, բնականաբար այս առաջխաղացումների եւ նրանք թաքցրել են մեր հանրությունից։ Հարցն այստեղ է, դուք ինչու եք թաքցնում, դուք այդ քանի գլուխ ունեք, որ մեզանից, ինձանից, մեզանից, մեր երեխաների անվտանգությունից, ապահովությունից կտրում եք, թաքցնում եք ձեր քաղաքական դիվիդենդների համար։ Որ դուք կարողանաք գնաք, գաք, ասեք, այ գիտեք ինչ կա, տարբեր տեղեր ասեք, մենք սա ենք անում, նա ենք անում, խաղաղություն ենք բերել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը դրա համար եմ ասում, նրանք մսխում են, ուղղակի մսխում են։ Ես վստահ եմ, մեր Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերներն էլ չեն իմացել։ Մենք հիմա ուղարկելու ենք այս զեկույցները նաև նրան, որովհետև ակնհայտ է նրանց ձեռնտու չի ներկայացնել, որտեղ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններով ստացվում է կեղծ խաղաղություն են բերում։ Այդ պաշտպանական շրջանների հետ կապված էլ կամ ամրացման այդ օբյեկտների հետ կապված, որ նրանք ցուցադրում են, այսպես չէ, պոպուլիզմի առարկա են դարձել։ Այդ պաշտպանական շրջանները նրանք անում են բացառապես քաղաքական նպատակներով։ Դա չունի ռազմական բաղադրիչ։ Դա ունի միայն պոպուլիզմի
քաղաքական խոսք ասելու հնարավորություն տվող բաղադրիչ։ Նրանք տարբեր մասնագետների են տանում, այցերի, չէ, մարդիկ ասում են, այսպես փոխադրում են, ցույց են տալիս։ Դա պատասխանատու հայտարարում եմ, դա միայն քաղաքական նպատակներ ունեցող քայլեր են։ Դրանք ռազմական բաղադրիչներ չունեն։ Ռազմականը, ես ասացի, մեր մոբիլ խմբերն են, որ պետք է հատուկ փոխենք նշանակությունը մեր զինված ուժերի, նրանք պետք է հատուկ որոշումների կայացման մեխանիզմը նույնպես պետք է փոխվի եւ դրանք պետք է արվի, այո, մասնագիտական հենքով շատ արագ։ Սա նա պետք է աներ նոյեմբերի 10-ից սկսած, նոյեմբերի 10-ից սկսած, 9-ից սկսած, երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմի արդյունքում եռակողմ հայտարարությունը։ Մինչև հիմա ոչ մի բան չի արվել։ Միայն քաղաքական պոպուլիզմի համար որտեղից կարող են դիվիդենդներ քաղել։ Ինչ վերաբերում է